Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, որոշ դեպքերում հասնելով մինչև 50%-ի։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով հանրապետությունում գնաճը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7% է, սննդամթերքինը 5,8%։ Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, Կենտրոնական բանկն է ընտրում տվյալ տարվա գնաճային թիրախը։ Անցած տարի մենք ունեինք բավականին ցածր գնաճ, մինչև 1%-ից ցածր գնաճ։ Կենտրոնական բանկը դա հաշվի առնելով փորձում է այսպես որոշակի գնաճի մակարդակը ամենայնիվ ապահովել այս տարի։ Գնաճի մակարդակի ապահովումը թույլ է տալիս նաև կառավարությանը լրացուցիչ մուտքեր ապահովել պետական բյուջե, այսինքն բարձր գնաճի դեպքում ավելի շատ հարկային մուտքեր ա լինում պետական բյուջե։ Այս ամենը անշուշտ իր ազդեցություն է թողել մեր շուկայի վրա։ Հայաստանը բավականին խոցելի է բարենային անվտանգության մասով։ Բացի այդ, Հայաստանում ամեն 4-րդ ընտանիքը կամ ամեն 4-րդ մարդը աղքատ է եւ այս պայմաններում բարենային ապրանքների գնաճը ուղղակի ազդեցություն է թողնում մարդկանց կենսամակարդակի վրա։ Իսկ սննդամթերքի 5,8% գնաճը անշուշտ իր բացասական ազդեցությունն է թողնում։ Թանկացումները պայմանավորվում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլև դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։ Տնտեսագետի խոսքով գնաճը կանխատեսելի, բայց կարգավորվող եւ վերահսկելի երևույթ պետք է լինի։ Գնաճային այս ֆոնը մինչև տարվա վերջ կպահպանվի, քանի որ լրացուցիչ հարկային մուտքեր պետք է ապահովվեն։ Օրինակ, վարունգի գնաճը կազմում է 5,8%, սմբուկինը 26,2%։ Այս գնաճի ֆոնին, երբ որ թոշակներն ու նպաստները այս տարի մնացել են նույն մակարդակի վրա, սա բացասական ազդեցություն թողնում մարդկանց կենսամակարդակի վրա, այսինքն մարդիկ իրենց անցած տարվա թոշակներով, աշխատավարձերով, հատկապես պետական սեկտորի դեպքում ավելի շատ ապրանքներ կկարողանային ձեռք բերել, քան այս տարվա աշխատավարձերով հաշվի առնելով գնաճը։ Միջին աշխատավարձով եւ զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված Սյունիքի մարզը հանրապետությունում համարվում է ամենաբարեկեցիկ տարածաշրջանը։ Այստեղ աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում։ Նույնիսկ այս պայմաններում թանկացումներն անխուսափելի են, ասում են բնակիչներն ու հավելում՝ թանկ է կյանքը Հայաստանում։ Մի քիչ չի թանկացել, ընդհանրապես թանկացել է 50%-ով։ Մի տարին կարտոֆիլը 150 էր, հիմա 250 ամենակիչը։ Այսինքն քանի տոկոս է կազմում։ Ընդհանուր ամեն ինչը, թոշակներն են մնացել են նույնը։ Թոշակով ոչ կարա շուկա գնաս, ոչ կարա խանութ գնաս։ Շատ է դժվար։ Դեղցը ուզում եմ ուտեմ, չեմ կարողացել առնել, փողոց չի երիքել։ Ինչ որ այն չորնի սլիվան չեմ կարողացել առնել։ Շատ է թանկ։ 1000 քանի դրամ է կիլոն։ Ոնց առնեմ, ինչով առնեմ։ Թանկացել են, դե ինչև թանկանալը ձեթայս մեկնա առնում են տանը քնացնում, որ թանկացած ժամանակ ձերս փող չի լինում, լինի տանը։ Դեք ես աշխատում եմ, կարող ինձ համար լավ է, բայց մյուսի համար դժվար է։ Մինիմալը էլի մի 7000 դրամ, մինչև 10000 դրամ պետք է, որ նորմալ գնումներ կատարի մարդ։ Դեսպային մի քիչ բանջարեղենն է, պամիդոր, լոլիկն է, վարունգն է։ Պետք է կարգավորվի, այդ գնեն կարգավորվի, մի քիչ սպայն քչացել է, ապրանքը դրա համար է թանկանում, բայց մի քիչ որ շատանում է շուկա, մարդն ինքնիցնի էժանում։ Եթե ժողովուրդը ասենք կապված առնելու չառնելու խնդիրին, եթե մարդուն բանապետ, ինքը իշքան է թանկ լինի, առնելու է։ Աղքատության ցուցանիշները, օրինակ Սյունիքի մարզը ամենալավ մարզն է, ամենաբարեկեցիկ մարզն է համարվում։ Այստեղ աղքատությունը 7% է Սյունիքի մարզում։ Այն դեպքում, որ օրինակ հանրապետությունում 24% է, իսկ Երևանում 15%, այսինքն դուք Սյունիքինը Երևանցիներից ավելի լավ են ապրում։ Երբ որ ձեր բարձր աշխատավարձերի պայման, օրինակ ձեր մոտ ամենաբարձրն է աշխատավարձերը մարզերի Երևանում, դուք պետք է զգում եք պատկերացեք մնացած մարզերում ու Երևանում ինչպես են դարձնում։